Շաշ Մաթևոսյան, Միշ Մելքոնյան և Ռուբեն Ավակով թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Էջիկի Խաչատուրյան։ Ֆրանսիայի հավաքականը կապույտ մարզահագուստով, իսկ Վատիկանի հավաքականը կարմիր սաղավարտներով կլինի։ Կարծում են առաջ ֆրանսիացիները շատ վտանգավոր կարող է լինել, դարպասապահի գնդակն է սա։ Ֆրանսիայի հավաքականը գնդակը եզրից նետեց, Պետրոսյան, Նոդար Պետրոսյան գնդակով և մեկ եզրային նետում։ Տեսնենք Լեց Ֆրանսիայի հավաքականը նորից գնդակը չկար այստեղ ոչինչ, ըստ մրցավարի։ Շատ մեծ պրեսինգ է այս րոպեներին կատարում Ֆրանսիայի հավաքականը, խլեցին գնդակը Մելքոնյան, Պետրոսյան, խճճվեց գնդակի մոտ Պետրոսյանը, բայց մնացին ֆրանսիացիները գնդակով, Մելքոնյան, եզրից Մելքոնյան, ցածրից, Վատիկանի պաշտպանները նորից հեռացրին, բայց ետ եկած գնդակը տիրեցին ֆրանսիացիները, Պետրոսյան արված, դարպասապահը տեղում է, անկյունային։ Կտեսնենք նորից գնդակով են ֆրանսիացիները, Պողոսյան, Մինասյան, Նոդար Պետրոսյան, կտեսնենք հարված, ոչ թույլ չտվեցին պաշտպանները և հեռացրեցին պաշտպանները գնդակը Վատիկանի, Մինասյանը, Տուգանային, այո, նետեց մինչև Տուգանային հրապարակ, հարված դարպասից։ Ինգ րոպե անցավ խաղի մեկնարկից, 0-ներ, սատախտակին, Վատիկանը դեռ պաշտպանվում է։
Նոդար Պետրոսյան Գասպարյան կորցրեցին շատ վտանգավոր դիրքում Ֆրանսիայի ֆուտբոլիստները եւ շատ վտանգավոր է ուղիղ դարպասապայի վրա էր այս հարվածը Փրկեց Բոժուկյանը եւս մեկ հարված եւ վերցրեց ի վերջո գնդակը Ֆրանսիայի դարպասապա շատ արագ մցրեց գնդակը խաղի մեջ Պողոսյան Խլեցին Վատիկանի տղաները գնդակը եւ անկյունային վաստակեցին Ռացրին ֆրանսիացիները եւ արակակագրով արագանում է Նոդար Պետրոսյանը եւ Ելդրից ռացրին պաշտպանները Վատիկանի Պետրոսյան Նոդար Պետրոսյան Եվ խաղընկերոջն է շարքից անում Նոդար Պետրոսյանը ինչ հարված էր Դարպասածողը փրկեց եւ տեսանք երկրորդ հարվածը բայց մնացին ոչ չմնացին Ֆրանսիացիները գնդակով Վատիկանն է դուրս գալիս հակագրոհի ուժեղ էր Ոչ ինչ հարված էր Նոդար Պետրոսյանի կողմից Լևոն Պետրոսյան Հողեց գնդակը Գասպարյանին, նորից Պետրոսյան Դուրս եկավ գնդակը Եզրից Ասացիներն են նետելու Նոդար Պետրոսյան Լևոն Պետրոսյան Պողոսյան կորցրեց շատ վտանգավոր դիրքում Պողոսյանը Աղընկերները օգնության ասան Գասպարյանը Ֆանտաստիկ երբով Ուղղակի պաշտպանվեց այս դրվագում շատ գեղեցիկ էր Պաշտպանողական գործողությունները շտապեցին ֆրանսիացիները Հարված մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ Դաշտից հարվածը շատ վտանգավոր էր Վատիկանը հետս հետ է սկսում է Դուրս գալ պաշտպանությունից եւ Ասում են գրողները թույլ է տալիս Ֆրանսիայի պաշտպանությունը որպեսզի գրողները ավարտին հասցնեն խորքից փոխանցում գնդակը դարպասապայինն է Վատիկանի եւ Վատիկանը սկսում է թիմի նոր գրողը Ստևով շարժում են առաջ Չին ֆրանսիացիները բայց լավ պայքար առաջարկեցին Վատիկանի ֆուտբոլիստները բրավո Պողոսյան Շատ հանգիստ վերցրեց եւ խլեց գնդակը Վատիկանից Նոդար Պետրոսյան Աչթևով շարժում է առաջ Հարված Եվ գնդակը դարպասում է 1-0 Բացված հանդիպման հաշվիվը, բայց այստեղ պետք է հասկանալ ով է դառնում գոլի հեղինակ։ 1-0 Ֆրանսիայի հավաքականը բացում է հանդիպման հաշվիվը։ Եվ Նոդար Պետրոսյանը առնում է գոլի հեղինակ։ Հանդիպման 10-րդ րոպեին բացվում է մեզ մոտ հանդիպման հաշիվը։
Թվում է Նոդար Պետրոսյանը հիմա էլ հայտնվել, շատ ակտիվ է։ Վատիկանն է անցնում հակագրոյի անկյունային Եփրեմյանն էր պաշտպանվում։ Իրացրեցին անկյունայինը ոչինչ վտանգավոր չկար այստեղ։ Ֆրանսիա հավաքականը պաշտպանությունից սկսում է իր նոր գրոհը, Պողոսյան։ Այսօր շատ է Պողոսյանը կորցնում, շատ վտանգավոր դիրքում։ Չկար այստեղ կանոնների խախտում ըստ մրցավարի։ Խախտում կար այստեղ Պողոսյանի հետ պայքարում։ Ասյան լավը չէր փոխանցումը, նվիրեց գնդակը Վատիկանին։ Պողոսյան մտավ պայքարի մեջ խլեց գնդակը, Նոդար Պետրոսյան կենտրոնով շարժում է առաջ։ Նոդար Պետրոսյան հարված, պաշտպանը իր վրա վերցրեց այս հարվածը։ Եզրից գնդակը ֆրանսիացիներինն է։ Արագ էլ կորցրեցին ֆրանսիացիները։ Պետրոսյան, Լևոն Պետրոսյան, գեղեցիկ էր, Պետրոսյան արված, դարպասապայինն է այս գնդակը։ Նոդար Պետրոսյան։ Վատիկանն է հակագրոհի դուրս գալիս, հարված շեղը։ Երկու գնդակ է հայտնվել դաշտում։ Սկսվում է հանդիպումը։ Եփրեմյան։ Նասյան։ Արկում են գնդակը ֆրանսիացիները և կորցնում են նորից, բայց եզրից գնդակը իրենցն է։ Վտանգավոր կարող է ստացվել, բայց խլեցին արժենտինացի պաշտպանները գնդակը։ Մելքոնյան, փոխեց գրոհի եզրը ձախ, Եփրեմյան։ Եվ փոխանցումը լավը չէր։ Եփրեմյանի, բայց մնում է գնդակը ֆրանսիացիների մոտ։ Ասյան։ Պետրոսյան, Գերազանց թողեց թիկունքում Վատիկանի պաշտպանին։ Փոխանցում լավը չէր։ Փոխանցում է Եփրեմյան։ Թույլեր այստեղ
Անցումը երկրորդ տեմպով է Վատիկանի հավաքականը գրոհելու, բայց այստեղ էլ գերազանց պաշտպանվեց Ֆրանսիան։ Պետրոսյան, Մելքոնյան, Նոդար Պետրոսյան, հարված շեղը։ Երվից հարված անկնային։ Անկնային երացնելու Ֆրանսիայի հավաքականը։ Առանց մեկնաբանության թողենք այս անկյունայինը։ Անցնի գարբաչ։ 17-րդ րոպեն է հանդիպման։ Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթում է Նոդար Պետրոսյանի միակ գոլի շնորհիվ։ Պետք է դուրս բերել գնդակը այդպես լանում է արգենտինացիները։ Երվից հարված շատ վտանգավոր էր։ Գվեց Ֆրանսիայի հավաքականը Առաքելյան։ Մեր թիմի նոր գրոհը։ Նորից Առաքելյան դեպի Պետրոսյանը, բայց ուժեղ էր։ Տախտևով Վատիկանի հավաքականն է անցնում գրոհի, Պողոսյանի ոտքը հեռացրեց այս գնդակը, Մինասյան, ծրեց Մինասյանը գնդակը, բայց պաշտպանները նորից փակեցին, Պետրոսյան, և այստեղ էլ հատանգից հեռացնում են գնդակը, Ստեի գրոհից Վատիկանի պաշտպանները, նորից նրանք են գնդակով, արժում են առաջ, այստեղ միայնակ էր Վատիկանի արձակվողը, տանգավոր է ձախթևով գրոհում են, դանդաղեցին այստեղ, բարձրից, Մինասյանը հեռացրեց, Պողոսյանը ավելացրեց, Առաքելյանը ևս, բայց մնում է Վատիկանը գնդակով երվից հարված։ Առաքելյան,
Նասյան Ախացում հայրապետ։ Սրեցին ֆրանսիացիները գնդակ երբից հարված դարպասապահը տեղում էր Նասյան մեքապումով Վատիկանի ֆուտբոլիստները խլեցին Այսպես առաջի րոպեների ճնշումը հաղթահարեցին Վատիկանի պաշտպանները եւ հիմա իրենք են գնդակով եւ արկեսի վերջում ցանկանում են համասարեցնել հանդիպման ասել իհարկե գնալու են առաջ Երազանց էր բայց ֆրանսիացիները լավ պաշտպանվեցին Պետրոսյան եւ անկյունային է վաստակում Ֆրանսիայի հավաքականը Պետրոսյանն իրացնելու անկյունայինը Հարկեց գնդակ Առաքելյանի հետ, Պետրոսյան Նոդար Պետրոսյանի երբից հարվածը փակեցին Մարկարյան Նոդար Պետրոսյան Առաքելյան գեղեցիկ էր Առաքելյան Եվ կորցրեց գնդակը Առաքելյանը Տով պայքարի մեջ և խլեց նորից Մարկարյան Ոսյան Եփրեմյանը ձախթևում հարագանում է Եվս մեկ անկյունային Այստեղ արգենտինացիները հարված եւ շնորհ են ստացվում հարվածը։ Ռոսյան Փոխանցում ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը եւ հարված դարպասից Երկար է պատրաստում Վատիկանի հավաքականը Խլեց Ֆրանսիայի հավաքականը գնդակը դարպասաձողն է փրկում հիմա էլ Վատիկանի հավաքականին Դուրս է գալիս Վատիկանի հավաքականը հակագրոհի հարված դարպասապահի գնդակն է սա Պողոսյան Դեպի Նոդար Պետրոսյանը կհասնի գնդակին հասնում է Նոդար Պետրոսյան գեղեցիկ էր Հարվածը եւ վերջ ավարտված առաջի կեսը 1-0 գնանք ընդմիջման Եվ կդիտենք հանդիպման երկրորդ խաղակեսը մի փոքր ընդմիջենք
Վերադառնում ենք սիրելի ֆուտբոլասերներ Գյունիքի մարզաբազա դիտելու Ֆրանսիա Վատիկան հանդիպման երկրորդ խաղակեսը հիշեցնեմ, որ առաջի կեսից հետո Նոդար Պետրոսյանի գոլի շնորհիվ Ֆրանսիան առջևում է 1-0 հաշվով եւ տեսնենք երկրորդ խաղակեսը ինչ կառաջարկեն Վատիկանի տղաները Հանդիպումը մեկնարկում է կենտրոնից Ֆրանսիացիներն են գնդակով Մինասյան Առաքելյան Գեղեցիկ էջ հասնի գնդակին Հասնում է գնդակին, բայց Վատիկանի մոտ է մնում գնդակը Նորից խլեց Ֆրանսիան գնդակը Մաթևոսյան Ացրից Փոխանցումը պաշտպանները հակեցին Վատիկանի տղաները շարժվում են առաջ Եվ հեռացրեցին պաշտպանները Եզրից Վատիկանինն է գնդակը Նոդար Պետրոսյան արված հեռվից Եզրային նետում Ֆրանսիացիների կողմից Գրիգորյանը դառնում է գոլի հեղինակ 7-2 Մաթևոսյան Եփրեմյան Խեցին գրոյի եզրաչ Ֆրանսիացի տղաները Տվեցին Վատիկանի տղաներին դուրս գան արագ հակագրոյի եւ եզրից Վատիկանինն է գնդակը Մաթևոսյան գեղեցիկ իջեցրեց գնդակը Մաթևոսյան Առաքելյան Մինասյան Նորից Մաթևոսյան Անդրավոր կարող է սպասել Եվ ուժերը փոխանցումը Արված Վատիկանն է պաշտպանությունում խաղարկում գնդակը Ուզում են առաջ Եվ ֆրանսիացիները հանգիստ խլեցին Պետրոսյան Շատ լավ փոխանցում էր խորքից Նոդար Պետրոսյան Բարձր է Այստեղ եկեք ընգծենք Մաթևոսյանի փոխանցումը խլեց նորից նա գնդակը եւ շարժվում է առաջ Արված պաշտպանները փակեցին Եվս մեկ արված Շեղե Վատիկանի պաշտպաններն են խաղարկում գնդակը եւ դուրս են գալիս հակագրոյի Աչ թևում ազատ է Վատիկանի ֆուտբոլիստը ստանում է գնդակը Եվ լավ խաղարկեց Եվ խլեց գնդակը Ֆրանսիայի ֆուտբոլիստը Բարձրից դեպի տուգանային հրապարակ Հեռացրին պաշտպանները խլին Վատիկանի ֆուտբոլիստները
ես։ Հանդիպման հավաքի։ Արգետին անգո։ Վատիկանն է գրոհում։ Մինասյան լավ պաշտպանվեց և արված դարպասից։ 5 րոպե անցավ երկրորդ խաղակեսից 1-0 Ֆրանսիան առջևում է Պետրոսյան մնաց Նոդար Պետրոսյանի մոտ արված նորից պաշտպանը փակեց, բայց ճիշտ կլիներ այնտեղ Մաթևոսյանն էր միայնակ փոխանցում կատարել նրան Վատիկանն է խաղարկում գնդակը Պայթունավտանք հաշիվ է մեզ մոտ գնդակը և այստեղ կար Եփրեմյանի հետ պայքարում կանոնների խախտում Տուգանային Ռոսյան դեպի Տուգանային հրապարակ խանգարեցին միմյանց Ֆրանսիայի ֆուտբոլիստները տեսեք ինչ արագություն այստեղ Մաթևոսյանի կողմից և հեռացրին գնդակը ֆրանսիացիները խախտում այս անգամ էլ Եփրեմյանը խախտեց 19-ին հատվածում Տուգանային է վաստակել Վատիկանի հավաքականը Արկեցին Տանգավոր է կտեսնենք հարված և հեռացրին ֆրանսիացիները Գեղեցիկ էր և Վատիկանի տղաները հանգստացրին հանդիպումը Լեց Նոդար Պետրոսյանը միայնակ է Գերազանց փոխանցում էր Մաթևոսյան արված ուղիղ դարպասապահի վրա էր այս արվածը Կրնկով հիանալի փոխանցում էր Սկսեց նորից ջուն տեղալ մեզ մոտ ավելի բարդացնելով ֆուտբոլիստների աշխատանքը նաև մեր Գերազանց էր ոտնատատի դրսի հատվածով Մաթևոսյանի փոխանցումը ավելացրեց այնտեղ Նոդար Պետրոսյանը բայց Ցատիրոջը չհասավ գնդակը Առաքելյան Պետրոսյան Մարգարյան և հեռացրին պաշտպանները Վատիկանի Եփրեմյան պայքարեց մինչև վերջ և հլեց ինչ այստեղ Նասյան Առաքելյան Եփրեմյան նորից Առաքելյանը ստանում է փոխանցումը և պաշտպանությունում խաղարկում են գնդակը Մինասյան փոխեց գրոհի եզրը ձախ Մաթևոսյան
Եզրից գնդակը ֆրանսիացիներինն է, այսպես փոփոխություններ է տեղի ունենում։ Երկու թիմերի կազմերում էլ Օդար Պետրոսյանին քանի ֆուտբոլիստ 3 ֆուտբոլիստ հարվածեցին հաշմնակ եւ մնաց ոտքի վրա։ Գանային է իրացնելու Ֆրանսիայի հավաքականը հենց տուժողն էլ կիրացնի Հարված պատնիրալ վրա վերցրեց հարվածը երկրորդ տեմպով Մաթևոսյան Օդար Պետրոսյան Մաթևոսյան Եվ խախտում Ֆրանսիայի կողմից Վատիկանի հավաքականն է գրոհում Թեմյան լավ դուրս եկավ թիկունքից եւ վերացրեց գնդակը Թեմյան Լեց Վատիկանը գնդակը Ստևով շարժում են առաջ եւ Մինասյանը շատ հանգիստ սառնասիրտ խլեց եւ դուրս է բերում իր թիմի նակագրոյի Մաթևոսյան Զաղթևի շարժում է կենտրոն դեպի Պետրոսյանը Հարվածը փակեցին մնաց գնդակով բարձրից անկյունային Պետրոսյան բարձրից հեռացրին պաշտպանները Եզրից նորից ֆրանսիացիներին է գնդակը Վատիկանը խլեց գնդակը Նորից Պետրոսյան Մինասյան հարվածը Շեղեր Վատիկանն է գրոհում եւ լավ պաշտպանվեց այստեղ Մաթևոսյանը անկյունային Իրացնի Վատիկանի հավաքականը Հարկեցին Նասյանն հեռացրեց գնդակը Եվ 3-1-ի դիմաց Եվ այսպես Ֆրանսիայի գրոհ մնաց անցյալում քանի որ ցավարը անկեց Տուգանային Մաթևոսյան իրացրեց Տուգանայինը բոլորը բաց թողեցին ինչպես Մինասյանը Եվ հարված Վատիկանի դարպասից
Ոչինչ խաղարկում են գնդակը։ Պետրոսյան։ Ռացրին պաշտպանները նորից։ Նախորդ տուրի լավագույն ֆուտբոլիստն է Լևոն Պետրոսյանը ճանաչվել։ Լավագույն գոլի հեղինակ։ Եփրեմյան, երկրորդ հարվածն էլ փակեցին։ Թողնեն երրորդը Վատիկանի ֆուտբոլիստները, խառնաշփոթ։ Վատիկանին է գնդակը։ Նրանք էլ շարժում են առաջ։ Եփրեմյան։ Ռացրեց ուղղակի գնդակը Եփրեմյանը։ Եզրից գնդակը խաղի մեջ կնետի։ Վատիկանը։ Շատ լավ գործեց այստեղ Եփրեմյանը։ Եվ անկյունային, ոչ։ Այո, ճիշտ է։ Երազանց պաշտպանվեց Եփրեմյանը։ Եվ հենց Վատիկանի ֆուտբոլիստից էլ դուրս եկավ գնդակը։ Գեղեցիկ էր, աչքերով շարժում է առաջ եւ Մինասյանը լավ պաշտպանվեց, ինքն էլ շարժում է առաջ։ Պետրոսյան ուժային պայքարով օղեց գնդակը եւ այնտեղ էլ Վատիկանի ֆուտբոլիստը գեղեցիկ շրջանցեց, բայց մնաց գնդակով Ֆրանսիան։ Հերվից հարվածն էլ շեղը։ Վատիկանի հավաքականն է գրում ձախ թևով։ Եվ Մինասյանը ինչպես հարկն է ձեռքը պահեց եւ հեռացրեց ինչ կանոնների սահմաններում։ Մինասյան ցրեց դիրքը, բայց օգնության է հասնում Եփրեմյանը։ Եվ եզրից Վատիկանի ֆուտբոլիստները կնետեն։ Մինասյան թիկունքից խլեց։ Կորցրեց նորից Ֆրանսիա։ Մինասյան քանդում է ամբողջ հարձակման գիծը Մինասյանը։ Պետրոսյան Եփրեմյանի հետ միասին այսօր ուղղակի բետոնել են Ֆրանսիայի պաշտպանությունը։ Վատիկանի տղաները ոչինչ չեն կարողանում ձեռնարկել։ Այս 44 րոպեի ընթացքում։ Ում է հիմա Վատիկանի հավաքականը։ Պետք է ավելի արագ ամեն ինչ կատարել եւ խոսքից վրա կարող էին հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց Արպասապա Բոժուկյանը լավ գործեց։ Մաթևոսյան շրջանցեց երկու մրցակցի եւ դեպի Մինասյանը փոխանցում կատարեց։
Պետրոսյան։ Եվ այստեղ վերջի պաշտպանը փրկեց, եւս մեկ հարված։ Շեղ է։ Արագ խաղարկեցին Պետրոսյան, գերազանց էր։ Մաթևոսյան։ Բարձրիչ, գերազանց էր դեպ։ Եվ այստեղ նորից Նոդար Պետրոսյանը ինչ հարված է կատարում։ 5 րոպե դեռ ունի Վատիկանի հավաքականը։ Այս հանդիպումը ոչ ոք է ավարտելու համար։ Հենց Վատիկանն է գրոհում։ Մաթևոսյան ռիսկային էր, Մինասյանը հեռացրեց։ Վատիկանի ֆուտբոլիստները շատ երկար պահեց իր մոտ գնդակը եւ խլեցին ֆրանսիացիները։ Պետրոսյան, Խանցուն դեպի ձախ, Մելքոնյան, օգնել է Մելքոնյանը։ Չկոր, ոչինչ այստեղ Պետրոսյանը մաքուր է խլել, Նոդար Պետրոսյան։ Լևոն Պետրոսյան, Մաթևոսյան, հարված կտեսնենք, Պետրոսյան բարձրից և հարված գծիկ փոխանցում, կամ գծիկ փոխանցում հարված։ Գրոհում է նորից Վատիկանի հավաքականը, Եփրեմյանի սահանկումը լավն էր, մնացին Վատիկանի ֆուտբոլիստները գնդակով, և այստեղ էլ գերազանց է գործում նորից Եփրեմյանը։ Բարձրից հեռացրին։ Պաշտպանները երկրորդ տեմպով եւս մեկ հարված անկյունային։ Բոժուկյանը փրկեց։ Թիմին։ Առանց մեկնաբանության թողենք այս անկյունայինը։ Վերջին րոպեն մեկնարկեց հանդիպման հիմնական ժամանակի։ Մաթևոսյանն է գնդակով։ Դեպի Նոդար Պետրոսյանը։ Գեղեցիկ էր։ Ֆանտաստիկ էր և փրկում է Բոժուկյանը։ Փրկում է Ֆրանսիայի հավաքականին։ Բարձրից եւս մեկ փոխանցում, սա դարպասապահի գնդակն է։ Ուժեղ հարված առաջ, Մաթևոսյանը ձախ թևում ստանում է գնդակը։ Շրջանցեց մեկ մրցակցի, փոխանցումն էլ թույլ էր կատարված։ Եփրեմյան։ Խախտել է կանոնները Եփրեմյանը։ Հարկեցին Տուգանայինը շատ արագ, Վատիկանի ֆուտբոլիստները։ Լեց Պետրոսյանը գնդակը։ Նոդար Պետրոսյան, Լևոն Պետրոսյան 2-0։ Այսպես տվեց արդյունքը
Այսքան գրողների, այսքան արվածներից հետո Ֆրանսիան կրկնապատկում է հանդիպման հաշիվը խաղակեսի վերջում 50-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականը ի վերջո կվաստակի այսօր այս 3 միավորը Վատիկանն է գրողում, կարող է վտանգավոր լինել արվածը թույլ էր և շեղ Նասյան Շեղ արված առաջ և վերջ ավարտված հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ շնորհավորում ենք Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներին ֆուտբոլիստերին այս հաղթանակի շնորհիվ Շնորհակալություն ձեզ այս ուշ ժամին ինձ հետ խաղը դիտելու համար խաղը մեկնաբանեց Վարդան Պետրոսյանը կհանդիպենք մեգալիգայի եթերում հաջողություն բարի գիշեր